Տիկին Մանավազյան արդեն երկրորդ օրն է Փարաքար համայնքում սկսել է նախընտրական քարոզարշավը, ինչ տպավորություններ ունեք։ Տպավորությունս եւ սպասելիքներս բարձր են, այսինքն հանդիպելով բնակիչների հետ նկատելի է ակնհայտ է, որ իրենք գնահատում են այն աշխատանքը, որ արվել է մինչ այս պահը համայնքում եւ նաեւ չեմ կարող չասել, որ որքանով են տեղեկացված թե ոչ, բայց այն աշխատանքները, որ դեռ չի կատարվել, իհարկե դա համայնքի ղեկավարի եւ որևէ մեկի մեղավորությունը չէ, որովհետեւ այդ հարցում թերացել է համայնքում ընդդիմադիր ավականին եւ ամեն հնարավոր ձևերով խոչընդոտել է, որպեսզի, այսինքն այն աշխատանքները, որ համայնքում արվել են, գեր բնական ուժ եւ համառություն է պահանջվել, որպեսզի այն կարողանա անցկացնել ավականիով եւ ի կատարածվի, այսինքն բավականին շատ բան կա արված, բայց դրան համարժեք նաև դեռ շատ անելիքներ կան, որոնց խոստումները տալիս ենք առաջիկա տարիներին կատարելու եւ սպասելիքները բավականին մեծ են։ Հիմնականում ինչ խնդիրներով են դիմում քաղաքացիները։ Դե տարբեր բնակավայրեր, տարբեր խնդիրներ, բայց որոնք են։ Ես եղել եմ Փարաքար համայնքի գրեթե բոլոր վարչական շրջաններում, հանդիպել եմ նախորդ տարիներին ընթացքում նաև որպես պատգամավորական գործունեության ընթացքում եղել եմ։ Հիմնականում տարբեր համայնքներ տարբեր խնդիրներ ունեն։ Կային համայնք, ովքեր գազաֆիկացման հետ հարց ունեին, համայնքներում կար որոշ վարչական գյուղեր, վարչական շրջաններ ունեին նաև ջրի ոռոգման ջրի հետ խնդիրներ, մի խոսքով տարբեր էր, ամեն համայնք, ամեն վարչական շրջան իր խնդիրներն ունեցել է, բայց հիմնական խնդիրը, որ ունենք եւ շատ կարեւոր է, Փարաքարից մինչև Զվարթնոց կապող ճանապարհահատվածն է, որտեղ ես չեմ հիշում երբևէ, որ այնտեղ ասֆալտապատում եղած լինի կամ նորացված լինի եւ ճանապարհահատվածը իր մայթերով եւ կողքերով շատ անբարեկարգ է։ Արդեն տարածքային կառավարման նախարարությունը մրցույթը հայտարարել է նախագծման եւ մինչեւ հունիս աշխատանքները կվերսկսեն, այսինքն դա ամենասպասվածն է բնակիչների համար եւ ցանկալին, որ սպասում են առաջիկայում լինի, ինչի խոստումը ոչ միայն տվել ենք, այլ նաեւ աշխատանքները կատարվում են։ Համայնքապետի ձեր տեխնացուի շանսերը ինչպես է գնահատում։ Շանսերը բարձր եմ գնահատում, որովհետև ինչով է դա պայմանավորված, երբ մոտենում է քաղաքացուն բնակչին տուն մտնելով, շփվելով, նկատում ես, որ բոլոր ճանաչում են, լավ վերաբերվում են, չի եղել մի հարցով, որ մոտենան համայնք եւ ինքը այդ հարցին անմիջական միջամտություն կամ հոգատարություն ցուցաբերած չլինի եւ իսկապես Լյուդվիգ Գյուլնազարյանը վերջին 4 տարիների ընթացքում, որ ես ինքս եմ նկատել, բոլորի հետ անձնական շփումներ է ունեցել, այնքան որքան հասցրել է, բոլորի հետ անձնական շփում, չի եղել վարչական շրջան, որ ես իր հետ այցելեմ եւ բնակիչ իրան չճանաչի եւ չմոտենա, չխոսի, իր հարցով կհիշի, որ ես տան բնակիչ ես, ինչ հարցով դիմել էր եւ դա ընթացքի մեջ է կամ դա իհարկե շատ իմ կողմից շատ լավ է գնահատվում եւ շատ լավ է դիտվում։ Եվ քաղաքական գնահատական կխնդրեմ տակ ապրելու երկրի պահվածքին, իրենց կուսակցությունը խոսում է հայրենասիրությունից, բարձր արժեքներից, սակայն մի քանի ամսով իրենց գործողությունների հետևանքով այս համայնքում ծրագրերը հետ ընկան։ Ապրելու երկիրը բացի պրովոկացիոն հայտարարություններ անելուց որևէ այլ աշխատանքով չի փորձում զբաղվել եւ հնարավոր չի ուղղակի հավատալ ապրելու երկրի որևէ խոստմանը, միայն այն դեպքում, որ ինքը արդեն 4 տարի շարունակ համայնքը բացի որևէ գործողություն չանելու միջամտելուց որևէ այլ գործ չի արել, այսինքն ավականին հնարավորինս որքան կարողացել է խոչընդոտել է համայնքի աշխատանքները եւ բնակիչը պետք է դա իմանա եւ պետք է իրազեկ լինեն, որ համայնքում ամեն ինչ արվել է ապրելու երկիր կուսակցության կողմից որևէ աշխատանք չանելու համար։ Իսկ այն աշխատանքները, որ հիմա արվել են, չգիտեմ, կառավարություն դիմելով, տարածքային նախարարություն դիմելով եւ հնարավոր բոլոր միջամտությունները դիմելով փորձել են աշխատանքները կատարվել, իսկ բնակիչը դա պետքա տեսնի եւ գնահատի այս ընտրություններով բնականաբար։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։